Հանուն Հորի Որդու եւ Ոգուն Սրբո ամեն։ Հոր իմաստություն Հիսուս, դուր ինձ իմաստություն, որ ամեն ժամ քո առաջ խորհեմ, խոսեմ եւ գործեմ բարին։ Եվ փրկիր ինձ չար խոհերից, խոսքերից եւ գործերից, եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղից, ըստ գործս ձեռած մերոց, ուղղարայ մեզ դեր եւ ըստ գործս ձեռած մերոց, հաջողայ մեզ դեր։ Ամեն։ Ողջույն մեր սիրելի ժողովրդին, սկսում ենք քրիստոնեական դաստիարակություն հաղորդաշարը։ Ինչպես միշտ շարունակական ձևով մենք խոսում ենք առակների մասին, արդեն կարծեմ վերջավորության ենք մոտեցել։ Առակները, չնայած այս շրջանը մեծ պահքի շրջան է, բայց մենք որպեսզի շարունակենք եւ վերջացնենք մեր առակները, ուզում ենք այսօր խոսել այդ մասին, ուրեմն այսօրվա առակը Մատթեոսի Ավետարանի 25-րդ գլխի 14-ից 30 համարներում է, որը կոչվում է երեք ծառաների առակը կամ քանքարների առակը։ Երկուսից մեկը Ավետարանի մեջ է գրված է երեք ծառաների առակը, բայց հայտնի երբեք քանքարների առակ։ Ուրեմն այսպես է սկսում Ավետարանը։ Նույնպես մի մարդ հեռու երկիր գնալիս կանչեց իր ծառաներին ու իր ունեցվածքը նրանց տվեց։ Մեկին տվեց 5 քանքար, մյուսին 2 եւ մի ուրիշին 1, յուրաքանչյուրին ըստ իր կարողության եւ գնաց։ Ով 5-ն արավ իսկույն գնաց, դրանով գործ արեց եւ 5 եւս շահեց։ Նույնպես նա էլ որ 2-ն արավ, 2 եւս շահեց։ Իսկ ով 1-ն արավ գնաց հողը փորեց եւ իր տիրոջ դրամը թաքցրեց։ Շատ ժամանակ անց այն ծառաների տերը եկավ եւ նրանց հետ հաշիվ տեսավ։ Ով 5 քանքար էր առել, մոտենալով 5 քանքար եւս տվեց ու ասաց. «Տեր, 5 քանքար տվիր ինձ, արդ ահավասիկ վրան 5 քանքար եւս շահեցի»։ Իր տերը նրան ասաց. «Ապրես, բարի եւ հավատարիմ ծառա, որովհետեւ այդ քչի մեջ հավատարիմ եղար, շատի վրա կկարգեմ քեզ, մտիր քո տիրոջ ուրախության մեջ»։ Ով 2 քանքարներ առել, նա էլ մոտեցավ ու ասաց. «Տեր, ինձ 2 քանքար տվիր, ահավասիկ 2 այլ քանքար եւս, որ դրանց վրա շահեցի»։ Իր տերը նրան ասաց. «Ապրես, բարի եւ հավատարիմ ծառա, որովհետեւ այդ քչի մեջ հավատարիմ եղար, շատի վրա կկարգեմ քեզ, մտիր քո տիրոջ ուրախության մեջ»։ Մոտեցավ նաեւ նա, որ 1 քանքար էր առել ու ասաց. «Տեր, գիտեի, որ դու մի խիստ մարդ ես, հնձում ես, ինչ որ չես սերմանել, եւ հավաքում ես այնտեղից, ուր չես ցանել։ Վախեցա, գնացի եւ թաքցրի քո այս քանքարը հողի մեջ, արդ ահավասիկ քոնը քեզ»։ Տերը պատասխան տվեց եւ ասաց նրան. «Չար եւ ծույլ ծառա, գիտեիր, որ հնձում եմ, ուր չեմ սերմանել, եւ հավաքում այնտեղից, ուր չեմ ցանել։ Դու պետք է իմ այդ դրամը լումայափոխների մոտ տնեիր, եւ ես գալով տոկոսով միասին պահանջեի այն, ինչ որ իմն է։ Արդ դրանից առեք այդ քանքարը եւ տվեք նրան, ով 10 քանքար ունի, քանի որ ով ունի, նրան պիտի տրվի, եւ ունեցածը պիտի ավելացվի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ պիտի վերցվի։ Իսկ այդ անբիդան ծառային հանեցեք դուրս արտաքին խավարը, այնտեղ կլինի լաց եւ ատամների կրճտում»։ Այս էր Ավետարանի 25-րդ գլխի Մատթեոսի 14-ից 30 համարներում գրված առակը, որ կարդացի ես ձեզ, քանքարների առակը, եւ հիմա հայկետ պիտի փորձենք բացատրել, թե ինչ է քանքարը, ինչ էր այս տիրոջ տվածը ծառաներին եւ ինչ էր պահանջածը։ Ինչ էր ուզում Տերը այս ծառաներից նրանց այս գումարները կամ քանքարները տալով։ Դեռ հետաքրքիր է, որ այս առակը, որ հնում հայտներ իբրև տաղանների առակ հասկացողությամբ, որովհետև հենց բառը ինքնին հունարեն տաղան, տալան, նաև այս մասին մենք պիտի խոսանք, ունի նաև նմանատիպ առակ, որը որ մնասների առակն է, նորից հունարենով հենց մնաս իբրև այդպիսին Ղուկաս 19-ի մեջ է։ Բավական նման են այս առակները իրար, բայց բավական տարբերություններ կան։ Մենք նախընտրեցինք Մատթեոսի այս 25-րդ գլխին է խոսել, որովհետև եթե նրանք ովքեր որ Ավետարանը կարդացել են, երևի ուշադրություն դարձել են, որ 25-րդ գլուխը նախ սրանից առաջ 10 կույսերի առակն էր, որ մենք խոսեցինք վերջերս։ Դրանից հետո հենց այս քանքարների կամ բաղանների առակն է գալիս։ Սրանից հետո միանգամից Քրիստոս բերում է դատաստանի պատմությունը, երբ որ պիտի գա ոչխարներին գառներից առանձնացնելու այս պատմությունն է։ Ամբողջ 25-րդ գլուխը փաստորեն վախճանաբանության մարդու կյանքի վերջին է վերագրվում եւ սրանով շատ կարեւոր է։ Այսինքն վերջին դատաստանի հետ իմաստ ունի։ Այսինքն այն, որի վերջում մենք հաշիվ ենք տալու եւ այս հաշիվ տալու պատմությունը այս քանքարների օրինակի մեջ է տրված եւ իրականում կարծես մի փոքրիկ կյանք է բարփակված այս 3, ասենք, անձերի մեջ։ Սա նմանատիպ նաեւ կա, ասենք, մեծ պահքի շրջանի անիրավ տնտեսի առակը, որը նույնպես հաշվետվության, ինչպես տնտեսից հաշիվ ուզեց, նույնն էլ մեզանից Աստված ամեն մեկիցս մեր կյանքի ապրած հաշիվը պետք է ուզի։
ինչպես ենք ապրել, ինչ ենք արել, ինչպեսի ձևով ենք ապրել, աստվածային ճամփով են գնացել կամ ասենք ուրիշ սխալ բաներ են արել, մեղքի ճամփով են գնացել։ Մի խոսքով, այսինքն հաշվետվությունը պետք է լինի եւ յուրաքանչյուրից պետք է հարցը տրվի դուր քո կյանքի կամ տնտեսության հաշիվը։ Եվ այստեղ առաջի հիմնական ամենակարևոր հանգամանքը, որ Քրիստոս իր առակը սկսեց, հետեւյալն է, որ Աստված մեզ տաղանդ է տվել։ Ոմանք նեղվում են, որ մեկին շատ է տվել, մեկին քիչ է տվել եւ պարագանը էլ այդպես է եւ ինքը չի ժխտում։ Հիմա հայ տաղանդ բառը նաեւ այսպես վերցնենք, նաեւ շնորհք է նշանակում, այսինքն որ մեկը ասում ենք տաղանդավոր մարդ է, այսինքն ունի մի քանի շնորհներ, մյուսներից ավելիով։ Չէ՞ որ ամեն մարդու տաղանդը չի տրվում, ազգագիտ մարդիկ են երբեմն ասում են 3 տարեկան երեխան մոցարտ է նվագում, օրինակ։ Դա արդեն հանճար է ծնված օրից, այդ ամեն մարդու չի տրված։ Որ կնշանակի որ ասում ենք մարդը հանճարեղ մարդ է կամ հանճարեղ գործ է ստեղծել կամ տաղանդավոր մարդ է, կնշանակի ինքը մյուսներից ինչ որ մի աստիճան ավելիով է ստացել այդ շնորհները։ Բայց բոլորը ունեն, կա շնորհք մարդ։ Հենց այս է ամբողջ հասկացողությունը, որ մեկին Աստված շնորհից չի զրկել։ Արդեն կյանքի գալու ինքնին արդեն մեծագույն շնորհն է, բայց մենք կյանքի չենք եկել։ Ունենք մեզ տրված յուրահատուկ մտածելակերպ, շնորհք, ձիրք, խոսելու, լսելու, քայլելու, օգնելու այս ամբողջը շնորհներ են, որ շատ հաճախ մարդը չի անդրադառնում, որ սրանք պարգևներ են, նվերներ են, շնորհներ են, որ տրված են Աստծուց, տաղանդներ են սրանք, որ էական չի այստեղ Քրիստոսի պարագան այն չէր, թե ում ինչքան տրվեց, էական այն է, որ տրված է։ Եվ խնդրում ենք, որ Քրիստոսը նաև ուզում է շատ կարևոր է, ուրեմն հաշվի առեք, որ ունեք դուք տաղանդ։ Այսինքն ոչ թե ասենք մարդը մտածի, որ ինքը երբեմն ինքը իրեն ասի, ես նայած շնորհք չունեմ, չեմ կարող այդ բանը անել։ Փաստորեն ինքը իր շնորհքը չի ուզում օգտագործի։ Սա գլխավոր օգտագործելն է։ Յուրաքանչյուր մարդ 1 հատ ունի, 2 հատ ունի, 5 հատ ունի, 4 հատ ունի, սա կարևոր օգտագործելն է։ Աստված ասում է տվել եմ քեզ մի բան, այդ մի բանը օգտագործիր։ Հիմա եթե ես ասենք երկելու շնորհք ունեմ, օրինակ միայն, մյուս գործերը չեմ կարողանում անեմ։ Եթե ես այդ երկելու շնորհքը չեմ օգտագործում եւ ասում ես անտաղանդ եմ, մեղավոր ով է։ Մեղավոր ես եմ։ Որտեղ Աստված չի մեղավորը։ Յուրաքանչյուր մարդ երբեմն պատահել է հայ օրինակ սեղանի շուրջը նստած են եղել եւ մարդիկ կան որոնք արտասանել գիտեն, երգել գիտեն, ինչ որ շնորհներ ունեն, երգի չեն եւ խնդրում ես իրեն որ մի երգ երգի։ Եվ բավական շատ ես խնդրում։ Ես ճիշտ չեմ գտնում, որովհետև եթե Աստված մարդուն տվել է շնորհքը, նա պետք է ցույց տա, ոչ թե ցույց տալու համար, այլ շնորհքը ում համար է շնորհքը։ Նախ Աստծո համար է, որ Աստված տվել է, երկրորդ էլ մարդկանց համար է, չէ՞։ Մինչև դու քո շնորհքը ցույց չտաս, որ ես որտեղ ես պետք է իմանամ դու այդ շնորհքը ունես։ Այսինքն ներսից ինքնաբուխ պետք է գա։ Յուրաքանչյուր մարդ եթե ունի, ինքը չպետք է սպասի, որ իրեն խնդրեն։ Արդեն Աստված իրեն տվել է, ինքը պետք է ինքնաբուխ ցույց տա, որ վերջիվերջո ես այդ շնորհք ունեմ ու տալիս եմ ձեզ, ուրախացնում եմ ձեզ։ Գիտեք, հետաքրքիր պատմություն կա, որ իրականում շատ հաճախ լինում են դեպքեր, երբ որ ասենք մանուկ հասակից նկատում ես երեխայի մոտ բացառիկ շնորհներ, ավելի շատ, քան ասենք մյուսների մոտ, բայց հանկարծ ի վերջո այդ երեխան մեծանում, կյանքում ոչինչ չի ասում եւ այդպես էլ ասենք կորում գնում է, ինչի որովհետեւ չկարողացավ ճիշտ գործադրել։ Հիմա Աստծո այս առաջի հանգամանքն էր, որ տվել եմ, անկախ ամեն ինչից տվել եմ, բոլորը ստացել եք։ Երկրորդը պահանջում եմ, մենակ հենց այնպես չեմ տվել։ Տվել եմ, որ դուք վրան ավելացնեք։ Վրան ավելացնելը պահանջ է։ Ճիշտ այս պահին էր, չէ՞։ Եվ որ ասենք, Տեր, ասենք կամ իրենց ղեկավարը ամեն մեկին մի քանի որոշ քանքար տվեց, որպեսզի օգտագործեն։ Եվ առաջինը որ կարդացինք 5 տվեց, մյուսին 2 տվեց, այս առաջի 2-ը իրենց նույն չափով բերեցին։ Այսինքն եթե ունեին 5 շնորհք, եւս 5 շնորհք ավելացրեցին դրա վրա։ Եթե ունեին 2 շնորհք, 2 շնորհք ավելացրեցին։ Իսկ այդ մեկը որ 1 հատ ուներ, այդ մեկը ոնց որ ասում են, այստեղ բառացի որ կարծում ենք, ասում ենք վախեցա, որովհետև դու սերմանածդ հնձում էիր, չգիտեմ, ինչ որ քեզի չէր պատկանում, դու զորով շարով վերցնում էիր, այսինքն դրա համար վախեցա, ավելի լավ է մտածի պահեմ այդ մեկը տամ, քան թե կորցնեմ։ Որովհետև մտածես, որ եթե մեկը դնի գրավի, շահի դնի, կարող է կորցնի, չէ՞։ Այդպես է։ Գիտեք, հետաքրքիր ինչ է, օրինակ, եթե գանք 5-ին, ամենալավն էր կարծես, բառը հստակ է, որ ավետարանիչն ասում է իսկույն գնաց, ժամանակ չկորցրեց մարդը։ Իսկույն գնաց եւ 5-ի վրա 5 բերեց։ Բերել բառն է օգտագործում նաեւ ավետարանիչը։
Իսկույն գնալը շատ կարևոր հանգամանք է այստեղ, որովհետև մենք շատ հաճախ այս իսկույն հասկացողությունը մանավանդ հայ ազգի մեջ շատ կորած է, վաղը կանենք, դե գործը չի փախչի, դե կլինի, չէ։ Շնորհը երբ որ տրված էր, Աստված ուզում էր, որ իսկույն գործադրի։ Դա համար Հիսուս ասում է, որ 3 անցյալ էր, վաղվա վրա հույս չկա, այսօրն է քեզ պատկանում։ Եթե ասենք հիմա այս պահին մի հատ հիվանդ կա հիվանդանոցը եւ ասում են Տեր հայր, խնդրեմ, արի այդ հիվանդի վրա կարդա, ես ասում եմ, լավ, թող մնա, վաղ ինչ է խանգարում, հիվանդը է, չէ։ Այս պահին այդ մարդը հիվանդը կարիք ունի, այսինքն իսկույն, անմիջապես, շտապ, որովհետեւ կարող է այդ հիվանդին այս պահին դու գնաս, պարտադիր չի որ Տեր հայրը լինի։ Ասենք մարդ սովորական մարդ։ Այցելության, այդ պահին եթե դու գնաս, այդ հիվանդը գուցե մի տեսակ Աստծո մոտ անկարելի բան չկա, վեր ապրում, ապրի եւ կարողանա շարունակի իր կյանքը։ Դեր հենց դա տաղանդի հավելումն է, այսինքն Աստված այն ինչ որ ինձ տվեց, մեծագույն տաղանդն ու շնորհը ինքնին սերն է արդեն, ձեր խոսքը հենց սիրուն էր վերաբերվում, շատ հաճախ մենք սերը չենք գործադրում, մենք սերը թաղում ենք մեր մեջ։ Եվ ի վերջո սերը հենց Պողոս Առաքյալի բառերով նաև հանգցնում ենք կամ Քրիստոս ինքը հենց մի գլուխ առաջ Մատթեոս 24-ում ասում էր սերը մի սառեցրեք։ Եվ այս սիրո սառումը, որ լինում էր եւ սա վերջին շրջանում պիտի լինի, ամենամեծ շնորհի թաղումն էր։ Բայց այս մարդը, երբ որ իր սերը գործադրեց 5-ի վրա 5 վերեց, սա շատ կարեւոր է։ Երկրորդը, շատերը կան, որ իրենց շնորհները այստեղ հիմա ես ուզում եմ նյութականին անցնել։ Ունեն 5, վերցնում են, բերում են 5, եւ թերևս 55։ Բայց այստեղ նաեւ առակի բուն իմաստն էր, որ ոչ թե նյութի վրա պետքա քո շնորհը միանգամից ծախսես, որտեղ այսօր մարդն իր ունակությունը մտածելու, իր ճարպիկ մտածելակերպը, իր մարդկանց հետ խոսակցությունը, բիզնեսը, այսպես օգտագործում են, շատ լավ են անում, բայց օգտագործում են միայն շահ ավելացնելու համար $100 վրա 1000-ը բերելու, 1000-ի վրա 100,000-ը, 100,000-ի վրա 100 միլիոնը։ Եվ ամբողջությամբ իրականում եթե անդրադառնում եք, իրենց կյանքը օգտագործում են նույն նյութի համար։ Կերածները նույն հացն է, ապրած քնածները նույն տեղն է։ Այք դրա համար Քրիստոս ասում է գանձեր մի հավաքեք երկրի վրա։ Գանձեր մի հավաքեք։ Երբեմն ոմանք ճիշտ ասած այդ հավաքել բառը սխալ են մեկնաբանում։ Ես ասում եմ որ մի հավաքեք չի նշանակում մի ունեցեք։ Դրանք տարբեր բաներ են։ Ունենալ ասենք կյանքի ընթացքում վերջերս Ամերիկայում էլ ասում են դրամի երկիր է։ Տուն ունես, մեքենաներ ունես, հազարումի ասենք վճարումներ ունես։ Բնական է որ պիտի աշխատես, որ այդ վճարումները կարողանաս անես։ Բայց դա ունենալ է, հավաքել չի։ Եվ որ հավաքում ես մի կողմ, դա լինի դրամարկղում, բանկում կամ կլինի տանդ մի անկյունը կամ ասենք գրքի մեջ, գիտես մերոնք որտեղ որ կան, դա արդեն վախ կա դրա մեջ։ Որտեղ կարող ես կորցնել, կարող են փչանալ, կարող են գողերը կողոպտել։ Ճիշտ է։ Բայց նաև մեր ժողովրդի մեջ այս մտայնությունը կա, որ ասենք հայք, ես հազիվ իմ ծայրին եմ հասցնում, օրինակ, այսքան բիլ կա, այսքան բան կա, որդիս, զավակս, թոռնիկս, բան, եւ ես հազիվ պետքա կարողանամ իմ ու իմ ասենք արմենչական հարազատների նյութական պահանջները։ Մի քիչ դրանք ժողտական մարդիկ են, որովհետեւ դες քչի մեջ հավատարիմը, շատի մեջ էլ հավատարիմը, չէ՞, այստեղ ասում էր բարի ծառա ասում է հավատարիմ, որ քչի մեջ հավատարիմ եղար, ուրեմն քեզի ավելիով կտամ։ Ուրեմն երբ որ բողոքում ես, որ դժվար եմ չկա եւ այն, արդեն ինքնին բողոքը կնշանակի արդեն քեզի հուսահատություն է։ Դու արդեն ինքնին քո մեջ կոտրում ես մի բան, որը կյանքի նկատմամբ ունեցած այդ քո հավատքը տա, քո սերը, որ վերջից ուժը կա մեջդ, որ կարող ես դիմանալ, հաղթահարել, հասկացար, երբ որ բողոքում ես, արդեն բողոքը ինքնին արդեն ժխտական տպավորություն է տանում։ Դեր եւ բողոքը կամ եւ երկրորդ այս միտքը կա, որ շատ հաճախ քանի որ նորից միայն նյութին ենք կարճած եւ դրա համար մենք խոսակցությունից առաջ խոսում ենք, որ տաղանդ բառը Քրիստոս պատահաբար չընտրեց, որովհետեւ ինքը երկու իմաստ ունի, եւ նյութ ունի դրամ, եւ նաեւ շնորհ ունի։ Երբ որ այս նույն բառը մենք միայն դրամն ենք տեսնում, եւ դրամի համար ենք կուտակում, դրամը երբեք բավարար չի լինում, ժողովողի գիրքը Աստվածաշունչը ասում է, եւ մենք միշտ ուզում ենք անկախ նրանից դու հարուստ ես թե աղքատ, դու դրամին ես տենչում։ Եվ դրանով հանդերձ դու մոտենում ես, որ այդ տաղանդ բառը նաեւ ուներ իր հոգեվոր մասը, որ այդ քո շնորհը, որ Աստված քեզ տվել էր, այդ բիզնեսի մտածելակերպ օրինակ, կամ ձեռքի շնորհը, կամ երգելը, որ ասեցիք, կամ նկարչություն, կամ որևիցե բան, մի անգամ գոնե սկսիր օգտագործել ոչ թե դրամի համար, այլ ասենք ի բարօրություն մարդկանց։ Օրինակ կոշկակարի մեկը մինչև 2 շաբաթ ուրբաթ կոշիկ է կարում, որը գումար է վաստակում, շաբաթ օրը այդ գումարի վաստակած մի որոշ գումար
նախատեսում է, ասենք աղքատների ողորմության համար եւ ամեն շաբաթ օրը գնում է աղքատներին ողորմություն է տալիս, այսինքն իր տրված, ասենք նյութականը, որ ինքը աշխատում էր, միայն նյութականին չի ծառայում, այլ ծառայում է նաև իր նմաններին օգնելու համար։ Սա արդեն տաղանդի արդեն հոգևոր մասը գնաց։ Այսօր հայ մարդիկ ընդհանրապես աշխարհը, բայց մենք խոսում ենք հայ մարդկանց մասին, որովհետև մեր առաջի հենց նպատակն էլ հայերին է ուղղված, միայն ու միայն տաղանդի նյութն են տեսնում։ Երբեք հոգևորին, լավ, չենք ասում ընդհանրապես օթերի մեջ քայլեք, բայց միևնույն ժամանակ մի մոռացեք, որ այդ աստվածային շնորհները նաև պետք է օգտագործեք հոգևորի համար, որ ի վերջո սրանք են ձեզ հաշիվ եւ դրա համար էր, որ երբ որ 5-ը 5 բերեց Աստծո աչքում եւ այս 5-ի համար Քրիստոս հետավյալն է ասում առակի մեջ, որ ուզում եմ բառեր ասեմ, որ ասում է եւս շահեցի եւ Տերը նրան ասաց ապրես բարի եւ հավատարիմ ծառա, որովհետեւ այդ քչի մեջ հավատարիմ եղար, շատի վրա կկարգեմ քեզ, բայց այդ շատը ինչ է։ Հետ շատը ավելի շատ քանքարը չէր իրականում։ Մտիր քո տիրոջ ուրախության մեջ։ Այսինքն արժանացար մտնելու այդ ուրախ, երբեմն ես որ խոսում եմ, ասում եմ Երևանը նրան, որ քո տան մեջ է բնակվում, ասում տունը ուր է Աստծո տունը։ Չէ՞ որ ասում մտիր տանս ուրախության մեջ չէ, այդ արդեն յուրաքանչյուր Աստծո տունը մարդու մեջն է արդեն։ Երբ որ դու մի բարիք ես անում, ինքնին քո տանդ մեջ դու արդեն այդ ոնց որ ասում են, այդ բարության աղբյուրն ես հանդիսանում։ Ու մաքրվում ես։ Այս մեծ պահքի շրջանն է հիմա, չէ՞։ Ինքնամաքրման շրջանն է։ Երբեմն ինձ հարցում են դեռ ինչ կարելի է ուտել։ Առաջին նյութին են նայում։ Ոչ, առաջին ինչ կարող ենք անել, որ մաքրվենք։ Ինչպես մաքրվենք, ինչպես մեղքից ազատվենք, ինչպես չհարույենք, ինչպես չբամբասենք, ինչպես անենք։ Օրինակ, դա հարցնելու փոխարեն ասում են ինչ կարող ենք ուտել կամ ինչ կարող ենք չուտել։ Ուտելը մի կողմ թողեք։